Բարևձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գետրոնեն գհաղորդենք լուրերը։ Հոյտա ընդանուր ժողովին նախորյակին Հոյտա բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյան հայտարարեց, որ դաշնակցությունը լոբիին կգադարի Միացյալ Նահանգներու, Ֆրանսիայի, Ռուսիայի եւ Միջին Արևելքի մեջ, որբեսի Արցախի միջանկյալ ղարքավիճակ շնորհվի եւ արցախցիները միջազգային երաշխիքներով իրենց հայրենիքը վերադառնան։ Տեր-Խաչատուրյան մտահոգություն հայտնեց, որ Երևանի իշխանությունները չեն արձարծել Արցախի հարցը եւ ասիգա խոչընդոտ մնե եւ կդժվարացնի աշխատանքները։ Աննկատել տվավ, որ Միացյալ Նահանգներու նախագահական ընտրություններուն կառուցչական արշավին ընթացքին Հոյտա թիմեց տեխնազու Դոնալդ Թրամփին Բաքուի բանդերում մեջ արգելափակված պատերազմական հայ գերիներու հարցով։ Տեր-Խաչատուրյան համոզում հայտնեց, որ նախընտրական շրջանին Թրամփ շատ ավելի խոստումներ տվավ, քան դեմոկրատական տեխնազու Կամալա Հարիս։ Պատասխանելով այն հարցումին, թե ընտրություններն ետք որոշ աստանշաններ ստացած են Թրամփի վարչակազմեն, Հոյտա բյուրոյի ներկայացուցիչը հայտարարեց, որ այո, ստացած են եւ ուրախ է նշելու, որ կան 3 անձեր, որոնք Թրամփի վարչակազմի մեջ ամենեն բարձր պաշտոնները կվարեն։ Արտաքին գործոս նախարար Մարկո Ռուբիո, Թալսի Գաբարդ եւ Ռոբերտ Քենեդի, որոնք ոչ միայն հայության ծանոթ են, այլև ոմանք նաեւ Արցախ այցելած են։ Այդ իմաստով կան նախանշաններ, բայց շատ գանուխ է, որ 100 օրվան ընթացքին նախագահ Թրամփ Հայաստանի առաջնահերթությունը իր խնդիրներուն շարքին առաջին մակարդակի բարձրացնե։ Սակայն վստահ ենք, որ աշխատանքը պիտի շարունակվի եւ ամեն քնով այդ ճնշումները պիտի բանեցնենք, հայտնեց Տեր-Խաչատուրյան, որ նաեւ շեշտեց, թե համաշխարհային մակարդակով արցախցիներու հավաքական վերադարձի հարցը բարձրացնելու զուգահեռ պետք է անել ամեն ինչ, որբեսի արցախահայերը համախումբ ապրին Հայաստանի մեջ եւ չարդակախտեն։ Չորեքշաբթի 26 փետրվարին Երևանի Էլիտ Պլազա արևդրական գետրոնի Մանտաշով սրահին մեջ դեղի ունեցավ Հոյտա 35-րդ ընդանուր ժողովին բացման պաշտոնական հանդիսությունը, որուն ներկա գտնվեցան աշխարհի շուրջ 30 երկրների պատգամավորներ, ինչպես նաև հրավիրյալներ։ Առաջին հերթին խոսք արավ Հոյտա Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, որ շեշտեց, թե հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը։ Ապա դերունական աղոտ կարտասանեց Նատան arczepiskopos Հովանիսյան, որ ըսավ, թե Մայր Աթոր Սուրբ Էջմիածինեն ամենայն հայոց կաթողիկոսը իր օրհնությունը կհղե հույսով եւ հավատքով, որ ժողովը իր ներդրումը կունենա մեր հայրենական կյանքի մեջ։ Նորին Սուրբ Օդություն դեր Արամ առաջին վեհապար հայրաբեդին պատկամ ընթերցեց Արաբական Միացյալ Էմիրություններու, Քուվեյթի եւ հարագից շրջաններու թեմի առաջնորդ եւ վեհապարի ներկայացուցիչը Մեսրոպ arczepiskopos Սարգսյան։ Եզապակիչ խոսք արտասանեց Հոյտա բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյան, որ նշեց, թե Հոյտա 35-րդ ընդանուր ժողովը Հայաստանի մեջ կգումարվի դակնաբահար հայության եւ վտանգված հայրենիքի այս փախտորոշ օրերուն։ Անսավ, որ ագնհայտ է, որ աշխարհակահաղական, ռազմակահաղական եւ ներազգային խորքային վերափոխումներու ներկա հանգրվանին Հայաստան եւ ողջ հայությունը կանգնած են ճգնաժամի եւ լրջակույն մարտահրավերներու դիմաց։ Նշենք, որ ընդանուր ժողովը, որ Հոյտա համազգային գառույցի բարձրակույն ժողովն է, կգումարվի 4 տարին անգամը։ Հոյտա 35-րդ ընդանուր ժողովը մինչև 6 մարտ պիտի տևի։ Նորին Սուրբ Օդություն դեր Արամ առաջին վեհապար հայրաբեդ պատկամ մհղեց Հոյտա ընդանուր ժողովին, նշելով, որ Հոյտա 35-րդ ընդանուր ժողովը կգումարվի մեր ազգին եւ հայրենիքին պատմության ամենեն վճռատրոշ հանգրվանին։ Նորին Սրբությունը շեշտեց, որ խորաբես մտահոգիչ է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բարձած ներկա վիճակը, ավելցնելով, որ փաստորեն կգտնվենք անտունտի եզրին։ Ժամանակի նշանները ճիշտ տեսնելու եւ արժեվորելու, ինչպես նաեւ համապատասխան դիրքորոշումները որդեգրելու խորհուրդ տվավ Արամ առաջին վեհապար հայրաբեդը։ Վեհապարը ընդգծեց, որ
Եկեղեցին չի գրնար անդարբեր մնալ, երբ մանավանդ մեր հոգևոր, բարոյական եւ ազգային արժեքները կնահանջեն, երբ ներքին ջեղքերը մեր ազգին միասնականությունը կխախտեն, երբ ժամանակավոր եւ խապուսիկ խաղաղության դիմաց զիջումի քաղաքականությունը կվտանգե Հայաստանի հողային ամբողջականությունը, մեզ շրջապատող ներկա դակնապներուն դիմաց, ինչպես հաճախ շեշտած ենք, ազգային ուժերու համախմբումը կնկատենք հրամայական եւ անհետացկելի, նշեց վեհապարը իր պատկամին մեջ։ Նորին սրբությունը ընդգծեց, որ իր սպասումն է, որ գուսակցության ընդհանուր ժողովը սովորական ժողովը չլա, այլ առաջադեսիլ եւ նպատակասլաց ոգիով հոյիտայի համազգային առաքելության եւ ծառայության մեջ նոր էջ բացող ռազմավարական եւ մարտավարական նոր մոդեցումներ ճշտող անգյունադարձումը։ Ի խնդիր Հայաստանի հողային ամբողջականության ամուր պահպանման, Արցախի ժողովրդին վերադարձին եւ անոր ինքնիշխանության իրավունքի վերականգնման եւ մեր ազգին բռնապարված իրավունքներու հետապնդման։ Արցախի պետական նախկին նախարար Ռուբեն Վարդանյան խոշտանգումներու ենթարկված է Բաքուի բանդին մեջ։ Դատական վերջին նիստին դեսերիզներում մեջ հստակորեն գերեւի, որ Վարդանյան ձեզի ենթարկված է։ Անոր թեմքին վրա վնասվածքները ակնհայտ են։ Այս եզրակացության հասած են պատգամավորներ, իրավապաններ եւ մարդու իրավունքներու ակտիվիստներ, որոնք համեմատած են մեկ շաբթվան տարբերությամբ կայացած դատական երկու նիստերուն լուսանկարները։ Իրեն նկատմամբ աբորինություններու թեմպոկող Ռուբեն Վարդանյան 18 փետրվարին ի վեր հացատուլի դիմաց է։ Ամերիկացի փաստաբան Յարեդ Գենսեր X հարթակին վրա գրեր, որ Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանի մեջ։ Ան աշխարհի ղեկավարներուն եւ Հայաստանի վարչապետին գոչրավ դադարելու Բաքուի ցուցադրական դադարությունը, իսկ միջազգային խումբի բժիշկներուն արտոնել, որ այցելեն Վարդանյանին եւ դատական նիստերը հետաձգել, այնքան ադեմ, որ պատերազմական քերի Վարդանյան հացատուլի մեջ է։ Հոյտա բյուրոն հրապարակեց հայտարարությունը եւ ընդգծեց, որ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը այսօր բացահայտորեն կդրսևորվի Բաքուի մեջ ընթացող դատավարության բեմականացմամբ, որուն նպատակն է հայկական պետականության փառացի գազམ་ակամտումը եւ հայկական քաղաքական կորձոնի վերացումը։ Սումգայիթի 37-րդ դարելիցին եւ Բաքուի մեջ շարունակվող գեղձ դատավարության կապակցությամբ Հոյտա բյուրոն հայտարարեց, որ Դաշնակցությունը պիտի շարունակե հետամուտը լալ Ադրբեջանի կողմէ գործադրված ցեղասպանական գործողություններու ճանաչման, դատապարտման եւ արդար հատուցման պահանջին, շեշտելով, որ Սումգայիթի եւ դարբեր քաղաքներ ու Արցախի մեջ Ադրբեջանի կողմէ գործադրված ցեղասպանության զոհերու արդար փոխհատուցման եւ վերադարձի իրավունքի պահանջը, ինչպես նաեւ Բաքուի մեջ կերևարված բոլոր կերիներու անհաբաղ ազատ արձակումը պետք է հայ-ադրբեջանական բանակցություններուն օրակարգի մաս դառնան։ Պատերազմական հայ կերիներուն մեծաթիվ լուսանկարները բարձրացուցած բազմաթիվ ցուցարարներ բողոքի ցույց կատարեցին արտաքին գործոս նախարարության գետրոնին եւ կառավարության շենքին դիմաց, պահանջելով քայլերու ցերնարգելու կերիները ազատ արձակելու համար։ Այս ցույցեն առաջ Արտաքին գործոս նախարարությունը հրապարակեց հայտարարությունը, որում մեջ խոր մտահոգություն հայտնեց Բաքուի դատավարություններեն տարածվող տեսակցություններուն եւ լուսանկարներուն մեջ հայ կերիներու նկատմամբ խոշտանգումներուն համար։ Խոսքը կվերապերի Արցախի նախկին պետական նախարարին, որուն լուսանկարները կպաստեն, որ ան խոշտանգումներու ենթարկված է։ Ցուցարարները այս հայտարարությունը համարեցին չափազանց դգար գեցվածքմա։ Արցախի մայրաքաղաքը Ստեփանագերդի գրավում են մեյոգես տարի ետք, քաղաքը վերածված է Ալիև ընտանիքի տրամ լվալու նոր գետրոնը, գահաղորդեն Բերլինի մեջ գործող Մեյդան TV-ի հետաքննող լրագրողները։ Բաքուի իշխանությունները Ստեփանագերդի մեջ արևդրական նախագիծեր կիրականացնեն տրամ լվալով։ Ստեփանագերդի մեջ բանտոկներ կառուցելու կողինդակ պետական բյուջեեն հսկայական գումարներ կներտրվին։
Հետաքրքրական այն է, թե այս ծրագիրները կվերահսկվին նախագահական աշխատակազմին կողմէ։ Վերածնունդի հրապարակին վրա գտնվող Արցախ բանկի շենքը 2000-ական թվականներուն կառուցված Valex Garden շքեղ բանտոգը եւ ազատամարտիկներու բողոքային վրա գտնվող Եվրոպա բանտոգը Բաքուի իշխանություններուն որոշումով կներկայացվին իբրև աննախադեպ ներդրումային ծրագրեր, գարդես անոնք նոր կառուցված են։ Ահա այս շենքերուն համար Բաքուի իշխանությունները մեծ գումարներ կներդրեն։ Սակայն ադրբեջանցի լրագրողները բացահայտած են, որ գումարները խորքի մեջ կլվացվին։ Խորհրդաբյուրոյի երիտասարդական գրասենյակը կազմակերպած է մրցույթը հայ ուսանողներու համար, ընդհանուր թեմա ունենալով հայ ուսանողությունը Արցախի համար խորագիրը։ Այս մրցույթի նպատակն է համախմբել հայ ուսանողությունը Արցախայության վերադարձին իրավունքին շուրջ։ Ծրագրին հովանավորն է Արցախի Հանրապետության ազգային ժողովին կողմէ լիազորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներու պաշտպանության կոմիտեն գլխավորությամբ Հայաստանի արտաքին գործոս նախկին նախարար Վարդան Օսկանյանի։ Մրցույթին կրնան մասնակցել Հայաստանեն, Արցախեն եւ Սփյուռքեն 20-35 տարեկան ուսանողներ։ Հետազոտական աշխատանքներու ներկայացման վերջնաժամկետը 31 հուլիս 2025-ն է։ Դեղին է նշել, որ Տադական գազմին կողմէ ընդրված լավագույն 3 ուսումնասիրություններուն հեղինակները պիտի ստանան բարգեւներ հաջորդաբար 1000, 750 եւ $500։ Մրցումին ավարտին պիտի կազմակերպվի առցանց խորհրդաժողովը, որուն ընթացքին լավագույն ուսումնասիրությունները հանրության պիտի ներկայացվին։ Հայօգնության միության Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի շրջանային վարչությունը գործակցաբար Հայկ Աշխարհին հետ հրաբարագեց Արցախը մերն է մանկապատանեկան նկարազարդ գիրքը, որուն հեղինակն է Նայիրի Մգրդիչյան, իսկ խմբագիրը Թամար Հերգելյան։ Գիրքը ներկայացված է երկխոսությամբ, որ կընտանա երեխաներուն եւ Արցախին միջև։ Երեխաները Արցախին գուղեն զիրեն կուզող հարցերը եւ կստանան սպարիչ պատասխաններ։ Նորավոճ, նկարազարդ եւ հարուստ տեղեկություններով լեցուն այս գիրքը պետք է գրավի հետաքրքրությունը եւ ուշադրությունը ընթերցասեր մանուկներուն, նպաստելով անոնց ինքնության պահպանման։ Հայտարարի Միշիգանի հանձնախումբը եւ Դեղվույն AYF-ի մասնաճյուղը գազմագերբեցին երիտասարդներու օրմը, որուն շուրջ այժմ պիտի ունենանք զրույցը ընկեր Վրեժ Դավլիի հետ։ Բարև ընկեր Վրեժ։ Բարև Արմեն, ինչպես եք։ Լավ։ Առաջին հերթին գրնաս ծանոթացնել տուն քեզ մեր ագընտիրներուն։ Շուրջ, իմ անունս Վրեժ է, ես Դիթրոյթ տեղական հոյթա երդասարտական գորիզի գապն եմ եւ Միշիգանի հայտարարի գրասենյակի անդամ։ Շատ լավ։ Ուրեմն դուք կազմակերպեցիք երիտասարդական օրմո Youth Day, գրնաս այս Youth Day-ին նպատակին մասին խոսել։ Ինչ է նպատակը այս Youth Day-ին։ Նպատակը հիմք տնելն է երդասարդ սերունդիմը պատրաստելու աբակայի ղեկավարներ եւ քաուտի մեջ թե քաուտի մեջ եւ թե ամերիկայի լեվելի վրա եւ ամրապնդեցնել հայտարարի նպատակները մեր կորձած աշխատանքներու մեջ այդ թեվով որ երդասարդը ունենանք պատրաստ լավ ովևէ մեկ ժողովներու եւ ովևէ մեկ միտինգներու որ պիտի ունենանք ամերիկյան ղեկավարներուն հետ։ Շատ լավ։ Ուրեմն հիմա խոսենք մասնագետներուն մասին։ Մասնագետներուն դարիքը քանի է, քանի հոգի մասնակցեցավ եւ որ շրջաններն։ Ճիշտ ասելու համար մասնակցության հadoop age չենք դրած, հadoop տարիք չենք դրած։ Մեր փապակներ որ high school-ի մեր աշակերտները մասնակցին եւ college-ի մեր աշակերտները մասնակցին։ Բայց մասնակցողներու դարիքներ 14-ին մինչև 26 այս տարի։ Շատ լավ։ As Youth Day-ին երիտասարդական օրվան մասնագետները քու գարտիկովդ օրվան ամբողջ ընթացքին ինչ սորվեցան։
Անոնք սորվեցան սկիզբը ժողովներու օրենքները կամ ինչպես ժողով վարելը որևէ մեկ միութենական ժողով դեղական հայտարարի աշխատանքներու մասնակցելու ճամփաները ինչպես օգտագործել AI-ը մեր ներկայիս հայտարարի աշխատանքներու մեջ եւ ծևերը ու միջոցները գապվելու կոնգրեսի անդամներու հետ եւ դեղական ամերիկյան ղեկավարներու հետ լա local library-ները, մեր քրատարանները կամ որևէ մեկ քաղաքի կամ village-ի ղեկավարները։ Շատ լավ։ Ուրեմն այս երիտասարդական օրվան նպատակը հիմա գիտենք, որ հայտարարի կորձիչներ եւ ժողովականներ պատրաստելու գծկներ։ Քու կարծիքով հետաքրքրությունը մեծ եղավ մասնակիցներուն։ Ուրեմն ունեցանք մենք 20 մասնակցող այս տարի հետաքրքրությունը for sure հոներ գփափակինք հաջորդ տարիներուն որ այս սեմինարը ավելի մեծ թիվ բերել լա մեր միություններեն կամ մեր քյուր միություններեն հետաքրքրությունը ինչպեսի հոներ բայց փափակը միշտ ավելի ընկերներ մասնակցողներ լա հոմենտմենեն համասկայինեն եւ AYF-են բերելներ Շատ լավ մեր ագնտիրներուն գրնաս բացատրել հայդակիրը ինչ բաժինները կպագանար եւ որոնք զեկուցեցին եւ ինչ նյութերու մասին խոսեցան Շատ լավ, ուրեմն մեր հայդակիրը սկսավ ընկեր Իսկաջանին տասախոսության հետ, որ բացատրեց who is the activist, քաղաքականության մեջ գործուն երիտասարդները ով են, ատկևեջ անցանք ընկեր ներսեսին, որ մեզի հետ խոսեցավ AI եւ ANC-ի գաբը, եւ ինչպես կկործածենք AI-ը մեր հայտարարի աշխատանքները հարաճ տանելու համար այո այդ կևեջ անցանք իմ տասախոսությանս որ մասնակցողներուն բացատրեց ինչպես ժողով գազմել եւ ժողով վարել լա երիտասարդականի մեջ կամ երիտասարդականեն դուրս ամերիկյան ղեկավարներուն հետ Եվ վերջավորության վերջին լեկչերներ, վերջին տասախոսություններ ինգերուի անի Կասպարյանի գոմեն, որ մեզի խոսեցավ իրեն experience-ի մասին հայտարարի աշխատանքներու մեջ, վերջավորության ունեցանք բստինք խոսակցություն եւ panel, որ ինգերուի Ջորջի Օշագանը վարեց եւ վերջավորության ունեցանք բզդինք social-ը եւ մեր արդեն ինչպես կտեսնեք Armenian Community Center-ի ջիմի մեջ Շատ լավ Վրեժ քու գարձիկով մասնագետները կողմ մնացին այս յուտեեն գամ մասնագետներուն գողմե հստակ առաջարկներ եղան հաջորդ յուտեին մասին Միակ առաջարկը որ ստացանք հաջորդ որ ունենանք հաջորդ յուտեր այսինքն այդ drive-ը գար, այդ ուզելը գար, որպեսզի ավելի մասնակցին այսպիսի սեմինարներու մեջ եւ մենք իբր գազագերբիչներ լա AYF-ի գոմեն եւ լա ANC-ի եւ Michigan-ի գոմեն պետք է գտեսնենք այսպիսի սեմինարներում, որպեսզի աբակայի ղեկավարներ պատրաստել։ Շատ լավ։ Շնորհակալություն քեզի ընկեր Վրեժ Դաուլե, որ խոսեցար մեզի Դիտրոյթի մեջ գազագերբված յուտեին մասին։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ Արմեն եւ շնորհակալություն Հայրենիք մեդիային։ Հարգելի ագնտիրներ, այսօրվան համար այսքան շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Ցտեսություն։